Բարև ձեզ, բարեկամներ Հայաց Գերևանից հաղորդաշարն է Վանաձայնի եթերում, ես Վահագն Զաքարյանն եմ։ Այսօր իմ զրուցակիցն է Վանաձայնի հարազատ անձնավորություն Կարմեն Աճեմյանը։ Չգիտեմ էլ արդեն ինչպես ներկայացնեմ Կարմեն, սակայն քանի որ Վանաձայնի հայտագրերի հեղինակ, նաև երգչուհի, մի խոսքով այս ամենը միասին։ Ու սրան ավելացավ այսօր։ Բարի օր, եւ մենք հանդիպում ենք հայրենիքում Կարմենի հետ, քանի որ իսկապես առիթը նշանակալի է Կարմենի Աշուղներու երկաշխար գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում եւ այս առիթը մենք պետք է օգտագործենք խոսելու համար նախ գաղափարի մասին, ինչպես հղացավ գաղափարը ստեղծել այսպիսի գեղեցիկ աշխատանք, այսպիսի գեղեցիկ ժողովածու եւ շնորհանդեսն էլ առաջինը արվեց հենց հայրենիքում։ Նախ պետք է ասեմ, որ Վահագ ջան, կյանքում ես կհավատամ, որ ամեն ինչ քո մեջ ծնվում է, Տերը քեզ շնորհում է։ Ու այդ սերը, որ ես ունեի, կամ ընդհանրապես ունիմ անշուշտ, շատ փոքր տարիքից սկսված, այսինքն իմ մեջ, նույնիսկ ես մտածում էի, օրինակ փոքրուց իմ զարմիկները իրանց հետ որ խաղում էինք, իրանք փակում, բան, ու մեկ ասում էին Կարմեն, դու եւ քո այդ հին երգերը աշուղական բան։ Այսինքն ես ավելի սիրում էի այդ աշխարհով ուրախանալ, քան թե ուրիշ բանով։ Ու այսպես մնաց այդ սերը միշտ զարգացավ, էլի փոքր տարիքից հավաքում էի երգեր, այսինքն ես հիմա, որ իմ համար ասում են քայլող երգարան, ես այդ մակտիրը ուղղակի ընդունում եմ, որովհետև այնքան երգ գիտեմ արդեն։ Եվ հիշում ես նաև։ Այո, հիշում եմ իհարկե։ Եվ մեկ սրբակրություններ եմ անում, օրինակ չեմ ընդունում, որ սխալ ինչ-որ տեղեկություն են դնում հեղինակի հետ կապված, իսկ այս աշխատանքը որտեղից սկսվեց, որպես սփյուռքահայ Բեյրութի մեջ ապրող, մենք դժբախտաբար ծանոթ չէինք մեր երգի հեղինակներին։ Օրինակ այնքան երգ ենք սիրում, հայրենասիրական, բայց չէինք իմանում, որ այդ երգերի հեղինակները աշուղներ են եւ ոչ թե ասենք թե ժողովրդական երգեր, որ հասել են մեզի։ Ու այդ պահով սկսվեց իմ մեջ, որ մի հատ երգարան պետք է պատրաստել եւ ներառել այդ բոլոր երգերը։ Գներես այս անգամ ես քեզ առիթ չեմ տալիս խոսելու, ես հիմա կստանեմ այդ առիթը, քանի որ իսկապես բավականին հետաքրքիր է ստացվել։ Սկսվում է շատ նաղաշ Հովնաթանից եւ գալիս ենք հասնում ենք մինչեւ Ռազմար Սասունցի, այստեղ նաեւ Աստղանուշ, այսինքն մինչեւ մեր օրերի աշուղներ իսկապես հետաքրքիր աշխատանք է արվել եւ բավականին ծավալուն գործ է։ Որքան ժամանակում այս աշխատանքը իմի բերվեց։ Իրականում Բեյրութի իրավիճակը չօգնեց ինձ, որովհետև այդ գիտեք այդ ամեն ինչը Բեյրութի այդ բայթումի իրավիճակը, հետո մի խոսքով այնքան դժվար էր, բայց էլի ես որ աշխատում էի, գնում գալիս էի հայրենիք, այստեղ միշտ ես ուզում եմ շնորհակալ լինել մի մարդու նախ սկսելու համար Սարգիս Խաչատրյանին, ով Սայաթ Նովա աշուղական համույթի անդամ է երգիչ, իր շնորհիվ էր որ ես հասա, ծանոթացա ու հասա այստեղ դպրոց։ Ու հետո ճուշացավ պարոն Թովմաս Պողոսյանը իր ցերքերը լայն բանալու եւ ընդունելու ինձ իր դպրոցի մեջ, իր խմբի մեջ նույնիսկ եւ իրանք շատ օգնեցին ինձ։ Բայց համարյա պետք է ասել, որ սա 4 տարվա աշխատանք է։ Այսքան բան 4 տարի շարունակ արվեց եւ խմբագիրը այստեղ նաեւ կա խոսքը պարոն Թովմաս Պողոսյանի, իհարկե։ Վաչե Բրուտյանն է խմբագրել աշխատանքը։ Խմբագրել է այստեղի աշխատանքը, գիտենք բոլորս, որ Վաչե Բրուտյանը այստեղ է ապրում, եւ նաեւ այդ խմբագրական կազմը Սայաթ Նովա Ջիվանու աշուղական դպրոցի իրենք էլ աշխատել են իմ հետ, ու վերջում որովհետեւ գիտենք, որ այս երկարանը արված է, ինձ ներեցեք, անշուշտ որ ես արևելահայերեն եմ խոսում, որովհետեւ ես չեմ կարող այստեղ արևմտահայերեն խոսել, բայց այս գիրքը ամենակարևորը ինքը արևմտահայերեն ուղղակությամբ է։
որբեսի արևմտահայ սփյուռքահայը սպարակային մենք սփյուռքահայ որբես ճիշտ հնչենք Այո, շատ կարևոր է, որ նաև այս օրինակ աշխատանք եղավ, որովհետև կային մինչ այս իհարկե ժողովածուներ, տարբեր ժողովածուներ կային, բայց այստեղ արևմտահայերենով եւ մինչեւ մեր օրերի աշուղներն են ներկայացված։ Նախ ասեմ, որ այսինքն դժբախտաբար կան սփյուռքի մեջ երկարաններ, կան լավ տբակություններ ալ։ Այսինքն շատ բան ցևով արված, ասենք հեղինակները նշված չեն, որը գիտեն նշել են, որը չեն գիտեն չեն նշել։ Սա արդեն նշված հասկանալի է։ Կարմեն, այս պահին մենք պետք է շնորհանդեսից կարճ հատված ներկայացնենք մեր վանաձայնի սիրելի ունկնդիրներին, ակնդիրներին, որից հետո կշարունակենք զրույցը, բարեկամներ։ Հայաց Երևանից հաղորդաշարում այսօր մենք անդրադառնում ենք Կարմեն Աճեմյանի կազմած Աշուղներու երգաշխարհ գրքին, իսկ այս պահին գրքի շնորհանդեսից կարճ հատված պետք է դիտենք, լսենք, խնդրեմ։ Երբաց եղա գառնան գանաչ շերները գնար դարա աղբյուրները պինգյալի շարվե շարան անցած ուկված ուտերա յասել գնաց յայլաները պինգյալի շարվե շարան անցած ուկված ուտերա Yasel ganas yaylaները բինյալի Անքին յարի լույսերեսին տարոտ է Նազուկ մեջքին ծովծամերին կարոտ է Կացել ես մին անուշոտին տարոտ է Սևաչկերով են ելնիկին բինգյալի Կացել ես մին անուշոտին տարոտ է Սևաչկերով են ելնիկին բինգյալի Բոլորվել եմ Ճամպաներին ծանոթ չեմ, դյուր լճերին, գետնյուկարին ծանոթ չեմ, ես պանդուխվեմ ես տեղերին ծանոթ չեմ, գույրի գասա, որն է ճամպանին գյալին, Ես պանդուխտեմ ես տեղերին ծանոթ չեմ, գույրի գասա, որն է ճամպանին գյալին, գույրի գասա, որն է ճամպանին գյալին Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը վանաձայնի եթերում, հիշեցնում, որ այսօր իմ զրուցակիցն է Կարմեն Աճեմյանը եւ մենք անդրադառնում ենք Կարմեն Աճեմյանի Աշուղներու երգաշխարհ գրքին, գրքի շնորհանդեսին, քիչ առաջ դիտեցինք, լսեցինք շնորհանդեսից կարճ հատված, իսկապես գեղեցիկ ձեռնարկ տեղի ունեցավ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, այս երկու քաղաքներում էլ Կարմեն Աճեմյանը բարբերաբար ներկայացել է, ներկայանում է եւ այսօր էլ խորհրդանշական է, որ ինչպես Երևանը, այնպես էլ Գյումրին Կարմենի ստեղծած գրքին, Կարմենի կազմած գրքին անդրադարձան, ներկայացրին։ Կարմեն, վստահաբար նաեւ Բեյրութում տեղի կունենա շնորհանդեսը։ Տակավին մտածած չեմ, թե ինչ պայմաններում մեջ տեղի պիտի ունենա, բայց անշուշտ քեղեցիկ է որ լինի նաեւ Բեյրութում։ Առաջարկները ստացել եմ, դել մի կերպ կարող եմ ասել, տեսնեմ հասկանալի։ Իսկ Երևանի շնորհանդեսից տպավորությունները
Գիտեք, սա ուղղակի այդ երկերու աղբյուրն է եւ այնտեղ անելը ուղղակի ուրիշ ուրախություն է։ Դրա համար ես արդեն բավարարված եմ իրականության մեջ, որ այստեղ արվեց, հույսով եմ, որ սակայն, այսինքն այնտեղ ալ մեր երկերը այնքան տարածվեն, որ մտածվեն նման աշխատանքներ արվին այլ անձերի կողմից եւս սփյուռքի մեջ անձեր, այսինքն մեր հաջորդող սերունդները սիրեն այս երկերը։ Այո, իսկապես կարևոր է եւ անչափ կարևոր է, որ նաեւ շնորհանդեսին հավաքվել էին քո ընկերները, մտերիմները, հարազատները, որովհետեւ իսկապես գեղեցիկ, երաժշտական եւ մշակութային տոն եղավ։ Այո, այդպես էր դժբախտաբար ասեմ շատ իմ ընկերները այստեղ չէին, ճամփորդած, ինչ որ աշխատանքների մեջ, միշտ անհարմարություն կար, գիտես, օրը շաբաթ լինելը, օրը այսինչ բանը ժամը, այսինչ չէի կարող մեկտեղ ինչ որ մարդկանց բնականաբար հարմար չի լինի, շատերին հարմար կլինի եւ այդպես էլ եղավ եւ իսկապես գեղեցիկ ձեռնարկ տեղի ունեցավ։ Այո, ես նաև ուզեմ շնորհակալություն հայտնել նախ Սայաթ Նովա անսամբլին, որ եկան եւ երգեցինք իրենց կատարումներով, պարոն Բողոսյանի ներկայությամբ եւ իր քեղեցիկ խոսքով անշուշտ, երգիչներից Մավար Մկրտիչյանը, Ռազմիկ Բաղդասարյանը, Արսեն Զաքարյանը եւ Արամ Մովսիսյանը, որոնք շատ քեղեցիկ աշխուհական երգեր կատարեցին, անշուշտ մենք բարբերաբար համացանցի վրա պիտի տեղադրենք այդ երկերը, որ բոլոր երկրբակուները այդ երկի դիտեն եւ ուրախանան։ Իսկապես կարևոր է եւ կարևոր է, որ այսպիսի գեղեցիկ գիրք է ստացվել, իսկապես գեղեցիկ ձևավորումով, անչափ կարևոր է նաեւ այն հանգամանքը, որ այն վայրում տեղի ունեցավ շնորհանդեսը, որտեղ այո, գրականության եւ արվեստի թանգարանում, որտեղ գտնվում է Սայաթ Նովայի ինքնագիր դավթարը, Քամանչյան եւ մնացյալ մեր շատ ու շատ այլ աշուղների գործեր, ձեռագրեր, անձնական իրեր գտնվում են հենց այս թանգարանում եւ կարեւոր է նաեւ նշել այն հանգամանքը, որ քո երկար տարիների խումբը, որի հետ մշտապես կապը պահել է իր Սայաթ Նովա աշուղական վաստակավոր համույթը, այո, իրենք նշանավորեցին այդ օրը, նշանավորեցին հենց աշուղական երգերով։ Այո, շատ հուզիչ էր։ Մեկ էլ ուզում եմ, որովհետև եթե տեսնեն մեզ դիտողները, այս աշուղների կամ ընդհանրապես այս դիզայնը, որ արվեց Լիբանանում Մեղդի Շամասյանի գործներ, ուզում եմ նշել, մեկ էլ արևմտահայերենի փոխադրելու այդ աշխատանքը արեց Ռիտա Բաղդասարյանը, էլի Լիբանան։ Այսինքն սա մի տեսակ համ սփյուռքահայի աշխատանք է, համ էլ Հայաստան։ Կարող ենք ասել, որ այստեղ տեղ են գտել այն գործերը, որոնք Կարմեն Աճեմյանն է սիրում։ Չեմ կարծում, համ սիրում եմ, համ ասենք հայտնի երգեր են, որ պետք է սովորեն, ոչ միայն իմ սիրած երգերը, բայց բնականաբար այսքան աշխուհական երգերի մեջ ոնց չլինեն իմ սիրած երգերը։ Քանի երգ է տեղ գտել։ Մոտավոր 250։ 250, իսկապես կարևոր է, որ նաև այո 250-ի չափ այո եւ վերջում ասենք աշուղները իրանց անուններով եւ իրանց երգերով որ հեշտ լինի ասենք իմանան նաև ցանկը այո մի խոսքով ես մտածում եմ որ դա շատ լավ արված աշխատանք է Այո, լավ արված աշխատանք է, ինչի համար մեկ անգամ եւս շնորհավորում ենք քեզ, որովհետեւ կարևոր աշխատանք է ու նաեւ երկար տարիներ է երազում այս մասին։ Երազանքը իրականություն դարձավ գեղեցիկ ձևով եւ հայաստանյան երկու քաղաքները նշանավորեցին Կարմեն Աճեմյանի գրքի ծնունդը, հուսանք նաեւ Բեյրութում կլինի, այլ քաղաքներում առիթներ կլինի ներկայացնելու։ Ինչու ոչ, եւ նաեւ այս աշուղներու երկաշխարը գրադարաններին կհասնի ու նաև այլ անձինք, ովքեր որ հետաքրքրվում են ապագա սերունդները նաև ովքեր որ կհետաքրքրվեն աշուղական արվեստով, նորովի կունենան այս գեղեցիկ երկարանը եւ
կհարարչակեն հայ երգը, հայ աշուղական երգը։ Հույսով եմ, որ ունենա նոր տբականակ նաև այս երկարանը եւ վերջում անշուշտ ամենամեծ շնորհակալությունը Վահագն Զաքարյանին, ով ոչ միայն հիմա այս հարցազրույցն է անում, այլ իր խոսքերով, բացման խոսքերով, իր մղումներով, որ այդ ամեն ինչը իր ընտրությամբ մեկ խոսքով ես եմ շնորհակալ։ Հա, շատ լավ է, որ մարդիկ իրար հասկանում են, իրար սիրում են ու իրար հետ գործում են։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, այսօր մենք Հայաց Երևանից հաղորդաշարում անդրադարձանք Կարմեն Աճեմյանի գրքին, գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Երևանում, Գրականության վարվեստի թանգարանում, Գյումրիում, Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում եւ բնականաբար նաեւ հուսանք, որ Բեյրութում նույնպես տեղի կունենա երկաշխարհի շնորհանդես, աշուղներու երկաշխարհ այս գեղեցիկ ժողովածուի շնորհանդեսը։ Հիշեցնեմ, որ այսօր մեր նկարահանումը, մեր ձայնագրությունն իրականացվում է Լուսիկ Ագուլեցի թանգարանում, այս թանգարանը մեր վանաձայնի լավագույն բարեկամներից է եւ նաեւ պետք է նշեմ, որ հետագայում մենք անպայման Կարմեն մեր տարբեր հաղորդումներում կներկայացնենք շնորհանդեսից հատվածներ։ Իսկ այս պահին մեր զրույցը նույնպես պետք է եզրափակենք շնորհանդեսից փոքրիկ հատվածով։ Շնորհակալ եմ նաև հարցազրույցի համար ու նաև օգտվելով առիթից շնորհավորում եմ նոր տարին, ցանկանում եմ, որպեսզի իսկապես գեղեցիկ արգասաբեր տարի լինի եւ այս տարում նորանոր ստեղծագործական մտքեր իրագործվեն։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։